արեցես։ Այսօր այստեղ նպատակը ո՞րն է պատարագին մասնակցել։ Աջակցելու Տեր Արամին։ Ինչու համար, որովհետև այսօր արդեն մայրաթորիցել են հայտարարում, որ կարգանոց եղած քահանա է, պատարագի նաև այս իրավունքը չկա։ Օրինակ ինքը իմ հարսանյաց արարողությունն ա օծել, կնունքա, այդ լրիվ միջոցառումները ինքը օրհնել ա, ասենք ուղղակի իրան կարգալույծ անելը, չգիտեմ, մի քիչ հանրություն տենում են, որ սենց ասենք կողմնակիցներ ունի, օրինակ ես իրան ինչի համար պետք է հարգեմ, ինքը լավ հոգևորական է իմ կարծիքով, ու միակ հոգևորականն ում հետ կարաս տենց իմ շփվածներից իհարկե լիքը լավ հոգևորականներ կլինեն, որ կարաս երկար խոսաս ու լսես իրան, ամենակարևորը։ Այսինքն ձեր բոլոր արարողությունները Հա, ինքն ա կատարել։ Համարյա բոլոր, դե եղել է հարմար չի եղել իրան մեկ ուրիշի առիթով ա եղել, բայց համարյա բոլոր ինքն ա կատարել ու ինքը որպես մարդ է, շատ լավ մարդ է։ Ասենք հիմա որ իրան կարգալույծ անեն, ասենք քահանայությունն էս բանը դրանից հետո ինքը ինչով զբաղվի կյանքում։ Մարդու կյանքը խորտակվի ինչի համար, օրինակ իմանանք ինչի համար։ Դե արդեն մայրաթորից հայտարարությունը տարածել։ Մայրաթորը հիմա գիտեք ինչ, ուղղակի ազգումնես վիճակ պետք է լիներ, որ կաթողիկոս եթե մի բան ասեր, դա չքննարկվեր։ Այդքան պետք է մարդիկ հարգեն, սիրեին կաթողիկոսին։ Իսկ ինձ թվում է տենց չի լինի, ու ես չգիտեմ, մտածում եմ որ թե մայրաթորը նաև մի քիչ պետք է ավելի ինֆորմացիա ավելի շատ տար, ինչի համար էս մարդուն կարգալույց, ինչ արել։ Իսկ ամեն դեպքում դուք սա համարում եք հարձակում եկեղեցու վրա, նաև մայրաթորից հայտարարում են, որ սա վարչապետի կողմից հարձակում է եկեղեցու։ Հիմա նայեք, կարող է այստեղ, չգիտեմ, նայեն կողքից 100 անգործ մարդ կա, մի ավել պակաս բան ասեն, չգիտեմ, նիկոլական են կամ սերժական են կամ քոչը, ոչ մեկի կողմից չեմ ես, տենց որ ասեմ, ես հենց ես մարդու երկրպագուն եմ, իրա կողմնակիցն եմ, աջակիցն եմ, չէ, բայց Տեր Արամին իմ կարծիքով շատ սխալ կլինի մեր կողմից հենց հիմա իրան լքելը։